2023-ի մեկնարկած խոշոր, իսկ 2025-ին մանր եղջերավոր անասունների հաշվառման եւ համարակալման ծրագիրը 6 ուղղությամբ գնահատել է անկախ փորձագիտական թիմը։ Արդյունքներն ու եզրակացությունները, ինչպես նաեւ հետագա քայլերը ներկայացվում են նախարարության եւ ոլորտային մասնագետներին ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով։ Մենք ունենք վստահ եզրահանգում, որ նման միջամտության իրականացումը, նման զարգացման նախաձեռնության իրականացումը շատ պահանջված է եղել եւ լիովին համապատասխանել է մեր կառավարության ծրագրին, բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին եւ առաջնահերթություններին։ Ծրագիրը ի վերջո հասել է իր առջև դրված բոլոր արդյունքային նպատակներին եւ կարող ենք ասել նաեւ վերջ հարցունքները եւս դրսեւորվել են, շատ հստակ դրանք երևում են։ Ծրագիրը միտված է աջակցելու էկոնոմիկայի նախարարությանը, ապահովելու կենդանիների համարակալման եւ հաշվառման համավետական ծրագրի շարունակականությունը։ Տաթևիկ Սարգսյանի խոսքով ծրագրի լիարժեք կայացումը կնպաստի անասնաբուծության զարգացմանն ու անասնաբուծական մթերքների արտադրությանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը։ Մի շարք ծրագրեր ուղիղ բխում էին կենդանիների համարակալման ծրագրից եւ այսօր մենք կարող ենք նշել, որ մի քանի ծրագիր արդեն նախարարությունը մշակել եւ կառավարության հաստատմանն է ներկայացնում, քանի որ բազան, այսինքն կենդանիները համարակալված եւ հաշվառված են եւ այսօր կարող ենք այլ ծրագրերի մասին, շատ կարեւոր ծրագրերի մասին խոսել եւ արդեն իրականություն դարձնել։ Մեկը կարող եմ նշել, որ բրուցելոզի դեմ կանխարգելման ծրագիրն է, որ առանց համարակալման գործընթացի այդ կարևորագույն ծրագիրը առաջ տանել մենք չէինք կարող, բայց այսօր ունենք մշակված փաստաթուղթ եւ նախատեսում ենք ներկայացնել կառավարության հաստատմանը։ Ծրագիրը ֆինանսավորել է ավստրիական զարգացման գործակալությունը, ապահովելով անհրաժեշտ նյութատեխնիկական աջակցություն, իրականացվել քարտ հիմնադրամի միջոցով։ Նորա Ալանակյանի խոսքով ծրագիրը լուծում է կարևոր խնդիր, ստեղծելով հստակ եւ ամբողջական տվյալների բազա, որի հիման վրա պետական մարմինները կարող են մշակել արդյունավետ քաղաքականություն։ Սկզբից մենք անդրադառնում էինք մեր գործընկերների միջոցով անասնապահության ընդհանուր խնդիրներին։ Հետո խնդիր առաջացավ, որ արդեն հասունացել էր, որ կարիք կա համարակալման, որովհետև հասկանալի էր, որ առանց դրա հնարավոր չէ զարգացնել անասնապահության սեկտորը։ Այսպիսով այս ծրագիրը ձևավորվեց եւ արդեն մի քանի տարի է, ինչ փուլային այս ծրագիրը իրագործվում է։ Իհարկե, գործարկման ընթացքում մի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնց լուծմամբ համակարգը շարունակաբար բարելավվում է։ Ծաղկանուշ Միրզոյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։